Սիրոտոներից մինչև մարտիրթը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, սկսենք ներքաղաքական իրադարձություններից Հայաստանում, վերջապես հրապարակվեց սոցհարցում, որը թույլ է տալիս ինչ-որ մասով, ինչ-որ չափով պատկերացումներ կազմել Հայաստանում նախընտրական տրամադրությունների մասին։ Ինձ առաջինը ինչը ես տեսա, աչքիս ինչը հարավ, դա հետևյալ թիվն էր։ Հարցվածների 51%-ը ցանկանում են, որպեսզի Հայաստանը գնա դեպի Եվրամիություն։ Հա։ Բայց այդ 51%-ի հետ նաև կա այլ թիվ, օրինակ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին այդ օրինագիծը առաջ տարան, հա, Եվրոպական միության մասով անդամակցության օրինագիծ, օրենքը, որ ընդունվեց, այդ 60,000 ձայնը, որ հավաքեցին, այդ քաղաքական ուժերից հարցման մեջ ներկա է միայն մեկը, եւ ինքը հավաքում է 1%։ Մնացածները ընդհանրապես չկան։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում. եթե մեր բնակչության 50%-ից ավելին իրոք ուզում է, որ մենք գնանք դեպի Եվրամիություն, ինչու այդ քաղաքական ուժերին, որոնք այս ամենի ջատակովն են եւ դրոշը բարձրացած գնում են առաջ, չեն ցանկանում ձայներ տալ։ Մի փոքր ինձ մոտ օրինակ դիսոնանս է առաջանում։ Ես այդ նախաձեռնությունը, այդ ստորագրահավաքը անցկացնելու օրերին եմ ասել, որ արտառոց երևույթ է, որովհետեւ 60,000 քաղաքացի եթե ստորագրել է հօգուտ Հայաստանի Եվրամիության անդամակցությանը, ապա այդ կուսակցությունները պետք է ունենան առնվազն անցողիկ շեմը ազգային ժողովի անցողիկ շեմը հաղթահարելու չափ վարկանիշ, քաղաքական վարկանիշ։ Եվ դեռևս այն ժամանակ եմ ասել, որ վտանգ կա, ավելի ճիշտ, այսպես կանխազգացում կա, որ մարդիկ Եվրամիության օգտին ստորագրում են միայն այն բանի համար, որ վիզայի ռեժիմը կմեղմանա եւ Եվրոպա ուղևորությունը ավելի հեշտ կլինի, քան այսօր։ Ու ցավոք այդ ձեր նշած հարցման արդյունքները կարծես թե հաստատում են իմ ոչ այնքան լավատեսական կանխատեսումը եւ փաստորեն գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդիկ Եվրամիությանը Հայաստանի անդամակցություն ասելիս ոչ թե քաղաքական, չգիտեմ, անվտանգային եւ այլ բաղադրիչներն են հաշվի առնում, այլ առաջին հերթին այն, թե ինքը որքանով ազատ կարող է մուտք գործել Շենգենյան գոտի եւ ճամփորդել Եվրոպայում կամ Եվրոպայում քաղաքական ապաստան խտրել։ Շատ վտանգավոր է սա։ Դա անկեղծ լինենք, պետք է ասենք, որ չափազանց վտանգավոր է։ Մյուս կողմից իհարկե այդ վարկանիշին պետք է գումարենք նաև իշխանության վարկանիշը, որովհետև իշխանությունը համեն դեպս հակաեվրոպական չէ։ Օրենքը Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին օրենքը ընդունել է քաղաքական մեծամասնությունը, որը իշխանությունն է, իշխանության հիմքն է։ Այնպես որ այս միջակայքում կարծում եմ ապագա ընտրությունների արդյունքները ոչ միայն իշխանության վարկանիշը ճշտելու, այլև Հայաստանի եվրոպական ընտրությունը ճշտելու հնարավորություն են, որը հուսանք, որ մեր ժողովուրդը լավագույնս կօգտագործի։ Եվս այրի այս կատարված հետազոտման մի քանի տվյալ, եթե ընտրությունները լինեին, եթե հաջորդ կիրակի քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը կքվեարկեր ընտրողների 24%-ը, ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյան 9%-ը, իսկ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 4% կստանային։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը չէին անցնի, այսինքն անցողիկ շեմը չի, սա այրի տվյալներն են, սոցհարցման տվյալներն են։ Ըստ ձեզ, որքանով են այս տվյալները արտացոլում իրականությունը
Եվ եթե իրոք այսպես է, արդյոք սա չի նշանակում, որ մենք ստանալու ենք այն նույն խորհրդարանը, որը մենք արդեն ունենք 21 թվականի ընտրություններով եւ որակական որևէ փոփոխություն չի լինելու։ Իսկ որակական որևէ փոփոխություն որտեղից պետք է ծնվի կամ ստեղծվի։ Այլ թիվ բերեմ այրի հարցվածների 44%-ը դժգոհ են ազգային ժողովի աշխատանքից։ Ամենաբարձր անտի-ռեյտինգն է։ Սա էլ դերեմ։ Որպես մարդիկ բոլոր հարցերի պատասխանը 44%-ի դժգոհություն ազգային ժողովից չի նշանակում 44%-ի դժգոհություն իշխանությունից։ Ազգային ժողովի մասին ենք խոսում։ Ազգային ժողովից իշխանության մասին չենք խոսում։ Ազգային ժողովից ես կարծում եմ, որ կարող է դժգոհ լինել ինքը, հանրապետության վարչապետը։ Որտեղ իրոք ազգային ժողովը այն հարթակը չէ եւ ցավոք չի դարձել, չի եղել, որտեղ կգեներացվի քաղաքական միտք։ Եվ այստեղ իհարկե պատասխանատվության մեծ բաժին ունեն ընդդիմադիր երկու խմբակցությունները, որոնք մշտապես այսպես ասենք կրեատիվ քաղաքական քննարկումներից խուսափել են։ Այսինքն իշխանության հետ բանավեճ, իշխող քաղաքական ուժի հետ բանավեճ։ Ինչու են խուսափել։ Ես կարծում եմ կամ ռեսուրսի պակասություններ, կամ ցանկության պակաս, որպեսզի ազգային ժողովը չարժանանա 44%-ի քննադատությանը։ Այսինքն ամեն ինչ անել, որպեսզի 44%-ը վերածվի 54%-ի, եւ դա կարելի է ներկայացնել որպես ամբողջ իշխանության անտի-ռեյտինգ։ Չնայած որ ես համոզված եմ կոնկրետ անձին եթե հարցնենք վերաբերմունք իշխանության հանդեպ եւ վերաբերմունք ազգային ժողովի հանդեպ, ապա այդ վերաբերմունք կարող է տարբեր լինել։ Այս իմաստով ու իհարկե այստեղ չպետք է թաքցնենք կամ չպետք է քողարկենք, ծածկենք նաև քաղաքական մեծամասնության ակնհայտ թերությունները։ Այս անցած 5 տարիների աշխատանքի կտրվածքը, որտեղ գիտեք, երբեմն քաղաքական մեծամասնության ներկայացնած ազգային ժողովն իրենց թույլ են տալիս այնպիսի ոչ որը հարիր է ընդդիմությանը, բայց անհարիր է իշխող քաղաքական մեծամասնությունը, իշխող քաղաքական մեծամասնությունը պետք է սառնասիրտ, հավասարակշռված եւ կոռեկտ լինի միջև վերջ։ Ինչը ցավոք ազգային ժողովի մեծամասնությունը երբեմն չի պահպանում եւ այդ վերաբերմունքից բնականաբար ածանցում է հանրության վերաբերմունքը։ Այստեղ արտարոց ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է թե մենք գալիք խորհրդարանում ունենալու ենք 3 ուժ, 3 ընդդիմադիր ուժ, ապա սա 3 կամ 4 սա լավագույն դեպքում։ Լավագույն դեպքում ես օրինակ կարծում եմ, որ 3-րդ ընդդիմադիր ուժը ազգային ժողով է մտնելու այնպես, ինչպես մտնել է պատիվ ունեմ խմբակցությունը։ Այսինքն չի հաղթահարելու շեմը, պարզապես համանդրական նորմը պահպանելու համար ընդգրկվելու է նաև 3-րդ ուժը։ Եվ դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը։ Ես միանշանակ չէի ասի։ Կարող է լինել։ Միանշանակ չէի ասի, որ դա, ասենք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, որովհետև չնայած այսօր ազգային ժողովի պատգամավորներից մեկը, Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը վիճարկել է այդ տեղեկությունները եւ փաստարկել, որ իրենք էլ ունեն սոցիալական արդյունքներ եւ իրենց ռեյտինգը անհամեմատ բարձր է, քան ներկայացվածը։ Հանրապետականները։ Ոչ, դաշնակցության։ Դաշնակցության ներկայացուցիչ է։ Բայց իրականությունը այն է, որ հայ-հեղափոխական դաշնակցությունը այլևս նախկին հեղինակությունը չի վայելում եւ գուցե ընտրություններին առանձին մասնակցությունը այդ կուսակցությանը ավելի բարձր վարկանիշ կապահոver, քան երկրորդ նախագահի դաշինքը։ Պարոն Աթանասյան, շատ հետաքրքիր հարց է այդ դաշնակցության մասով։ Ես հիշում եմ, որ երկար ժամանակ դաշնակցությունը ուներ իր ստաբիլ էլեկտորատը, չէ՞, մոտավորապես 100,000 ձայն,
բոլոր ընտրություններին իրենք այդ ստաբիլ մարդիկ գնում են, այդ 100,000 մոտավորապես ձայնը տալիս էին, իրենք հայտնվում են խորհրդարանում, նախագահականին, իրենց տեխնացուն այդ 100,000 ձայնը ստանում էր։ Ինչ տեղի ունեցավ դաշնակցության հետ, որ այդ ստաբիլ էլեկտորատը ցնդեց։ Դա չափազանց լուրջ հարց է, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն Ես դրա համար եմ այդ հարցը։ Մեկ առանձին կուսակցություն։ Ոչ միայն դաշնակցությանն է վերաբերվում, իհարկե։ Այլև ընդհանուր այսպես ազգային ինքնության ինչ որ տրանսֆորմացիայի մասին է խոսքը։ Այսինքն այն գաղափարախոսությունը, որ մեկ դարից ավելի դաշնակցությունը հայ ժողովրդի շրջանում տարել է եւ այդ քարոզչության հիման վրա ունեցել է կայուն վարկանիշ, հեղափոխական կուսակցության, անկոտրում կուսակցության վարկանիշ, անկախ Հայաստանի 30 տարվա իրականության մեջ ոչ թե ամրապնդվել է, այլ դեգրադացվել է։ Դեգրադացվել է դաշնակցություն, իշխանություն սերտաճման հետևանքով։ Դու պատկերացրեք, ասենք, անցյալ շաբաթ, թե այս շաբաթվա սկզբին հաղորդագրություն է հայտնվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայ հեղափոխական դաշնակցության երկարամյա կրթության գիտության նախարարից 25 անշարժ գույք եւ 7 շարժական տրանսպորտային միջոցներ ու միլիարդից ավել էլ գումար։ միլիարդ դրամից ավելի գումար է բռնագանձում կամ բռնագանձման հայց է ներկայացրել դատարան եւ դատարան այդ հարցը պետք է անկախ այն բանից ինչ ազնվորության մասին է խոսքը վերաբերմունքը հասարակությանը փոխանցում է որպես հեղափոխական կուսակցության ասկետիկ կուսակցության որ տասնամյակներ շարունակ այդ կուսակցության մասին խոսելիս մենք պատկերացրել ենք սայրից իջնող մի խումբ ձիավոր, որոնք իջնում են որպեսզի ասենք հայկական գյուղերը պաշտպանեն կամ հայ բնակչությանը պաշտպանեն ու հանկարծ այդ կուսակցության կարկառուն ներկայացնես մեկ մտավորական կարծեմ մասնագիտության պատմաբան հանկարծ կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնում եւ կրկնում եմ այս վերաբերմունքը տարածում է ամբողջ կուսակցության վերաբերյալ Ես առիթ եմ ունեցել մի փաստաթուղթ կարդալ 2001 թվականի ապրիլի 16-ի հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի շրջաբերականը կապված Քյովեստյան կարգավորման հետ։ Ու այդտեղ հստակ գրված է, որ ավելի քան 3 տարի լինելով իշխանության մաս մենք չենք կարող Քյովեստյան կարգավորման ձևավորվող փաթեթի շուրջ հակակառուցություն իրականացնել։ 2001 թվականի խոստովանություն։ Բյուրոն իր մարմիններին, այդ մարմիններն էլ իրենց շարքերին ներկայացնում է, որ գիտեք, քանի որ դաշնակցությունը իշխանության մաս է, 1998 թվականից իշխանության մաս է, ուրեմն Քյովեստյան կարգավորման տարբերակի դեմ ոչինչ խոսել չի կարող։ Եվ սա բյուրոյի փաստաթուղթ է։ Եվ այս հայ-թուրքական պրոտոկոլների մասով շատ նման իրավիճակ ձևավորվեց։ Այս մոտեցումը եւ այն կենցաղը, որ այդ մարդիկ վարել են եւ շարունակում են վարել, բնականաբար ժողովրդի աչքից չի կարող վրեպել, կամ գիտեք ժողովրդական ընկալումը այնպեսին է, որ չնայած ասենք Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բազմաթիվ անգամ պնդել է, որ իր սեփականությունը իր եւ ընտանիքի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք միևնույն է։ Ժողովրդի ընկալումը այն է, որ ով մեծահարուստ է, նա Ժողովուրդը հասկանում է, որ քրտնաջան աշխատանքով այդքան կոռուպցիայի մեջ թափված է։ Քրտնաջան աշխատանքով կարելի է Հայաստանի պայմաններում քրտնաջան աշխատանքով կարելի է ապահովել միջին մակարդակի կենցաղ։ Բնակարան երկրորդական շուկայից ձեռք բերված մի տրանսպորտային միջոց, որը ծառայում է աշխատանքի գնալու եւ երեխաներին դպրոց տանել բերելու։ Մյուս բոլոր շքեղությունները բնականաբար դուրս են քրտնաջան աշխատանքի կատեգորիայից եւ եթե ասենք
որոշ կուսակցություններ եւ այդ թվում նաեւ դաշնակցությունը ռեյտինգային կորուստ են ունեցել, ապա հիմնական պատճառներից մեկը կամ առաջին գլխավոր այլն է, որ այդ մարդկանց ազնվությանը, հայրենասիրությանը եւ քաղաքական նվիրվածությանը չեն հավատում, որովհետեւ հարուստ է։ Այո, եւ տեսեք, որն է ընդդիմության, ասենք, հիմնական տերը։ Չէ, ընդդիմության հիմնական խաղակարտը իշխանության դեմ։ Ասում եմ, մեզնից ավելի են հարստացել։ Չէ, սա չի։ Երկրորդ նախագահի հայտարարությունը վարչապետի հասցեին։ Իզնից հարուստ է։ Դե հայտարարություն, հա, բայց ապացույց կա, գույքը ուր է։ Ես չեմ ասում, թե դա այդպես է կամ չգիտեմ։ Խաղում են ժողովրդական ընկալումների վրա, ասենք, եթե իզնից հարուստը կա, ուրեմն նա ավելի խոցել է, քան ես։ Նա ավելի շատ է կաշառքերացրել, քան ես։ Այո, ես հակադարձումը վկայում է քաղաքական կյանքի ամենամեծ արատը, որ ընդդիմությունը իշխանությանը քաղաքական ընդդիմախոսություն չունի, պլատֆորմ, ծրագիր, քաղաքականություն, հայեցակարգ, որ կարող է ներկայացվել ժողովրդին առանց վարկաբեկելու, առանց վերագրումներ անելու իշխանությանը կամ իշխանության առանձին ներկայացուցիչների եւ շահը ժողովրդի համակրանքը։ Տակառակ իրենք ասում են Նիկոլ Փաշինյանը մեզնից հարուստ է, ուրեմն պետք է մեզնից ավելի ատելի լինի ժողովրդի համար։ Եվ զարմանում են, թե դա ինչու այդպես չէ։ Կամ ցույց են տալիս, թե զարմանում են, թե ինչու ժողովուրդը չի լցվում փողոցները եւ հրապարակները եւ ինչու impeachment չի պահանջում, այս հանրապետական կուսակցության ներկայացուցիչը դե նորից ինչ որ impeachment-ի գործընթաց են, չէ՞։ Բառացիորեն 2 օր առաջ հայտարարեց պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչ, որ սկսում են impeachment-ի գործընթաց, բայց impeachment-ը առանց փողոցի պաշտպանության որևէ արդյունք ունենալ չի կարող։ Դե իրենք ընտրություններին որքանով ես հասկանում եմ չեն մասնակցում, մի բան պետք է անեն, որոշել։ Չէ, ընտրությունների 3 ամիս է մնացել, ես կարծում եմ այդ ընթացքում ընդհանրապես որքան ես հասկանում եմ impeachment-ի գործընթաց ընդհանրապես համանդրական գործընթաց հնարավոր չէ, մնում է ինչ տարբերակ փողոցը ոտքի կանգնեցնել, ոտքի կանգնեցնելու համար էլ ընտրվել է ոչ թե ինչպես քիչ առաջ ասացի քաղաքական ընդդիմախոսությունը, այլ վերագրումը։ Պարոն Աթանասյան, սա դնենք մի կողմ։ Հիմա տարբերություն կա խորհրդարանում այդ երկրորդ, երրորդ կամ չորրորդ հորիզոնականում, եթե չորրորդ տեղակի լինի, որ քաղաքական ուժը կհայտնվի։ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, տարբերություն կա։ Տարբերություն կա, պետք է փորձենք հասկանալ, թե այդ ուժերից որն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ վարչապետ Փաշինյանի բացառապես քաղաքական ընդդիմախոսը, որ ուժն է, որ Հայաստանին ապագայի այնտեղ կա քաղաքական ընդդիմախոս, ես օրինակ չեմ տեսնում, դուք տեսնում եք։ Ցավոք չեք տեսնում։ Դե դա եմ ասում, տարբերություն կա ով է լինելու։ Գիտեք, կարող եմ մի փոքր արտահայտ միտք արտահայտել, բայց ըստ երևույթին նաև իշխանության խնդիրն է, որ ինքը իր համար պետք է լուրջ ընդդիմախոսություն ստեղծի։ Իրեն իշխանությունը ստեղծի։ Այո, երբ չի ծնվում, արդեն իշխանությունը պետք է ստեղծի։ Գիտեք, այն առումով, որ եթե կա ժողովրդական, համաժողովրդական քվեարկությամբ հավանության արժանացած ուղեգիծ, ապա միշտ չէ, որ այդ ուղեգիծը միագիծ է իրականացվում։ Նոր շեղումներ, պատանումներ, վերելքներ, վայրեջքներ եւ այլն, եւ այստեղ այս, ասենք, քրիտիկական պահերին, ինչպես օրինակ ասենք այսօր է Իրանի հետ իրավիճակ կապված իրավիճակը իրոք քրիտիկական է։ Հուշում չկա։ Իշխանությունը մենակ է։ Հայաստանի իշխանությունը այսօր մենակ է, ամբողջ ընդդիմությունը քննադատում է։ Ընդ որում քննադատում են կանգ չառնելով նույնիսկ ազգային անվտանգությանը վերաբերող կարմիր գծերի առաջ։ Եվ այս իրավիճակում, ասենք, շատ ցանկալի կլիներ, եթե խորհրդարանում լիներ նույնիսկ չափազանց ընդգծված պրո-ռուսական կամ պրո-իրանական նույնիսկ քաղաքական խոսույթ, որը իշխանության ինչ-որ բան կհուշեր։
ելք տարբերակ, մանևրի հնարավորություն, չգիտեմ։ Ես սա նկատի ունեմ, երբ ասում եմ իշխանություն ինքը պետք է կամ պետք է իր ներսում ստեղծի ֆրակցիա, քաղաքացիական պայմանագրի մեծամասնությունը ենթադրենք ունի մի ֆրակցիա, որ ընդհանուր առմամբ կողմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բայց առանձին դեպքերում կարող է դնել արգելափակոց կամ հուշել այլընտրանք, որ կարող է ավելի օգտակար լինել, քան այս, ասենք, ընդհանուր գիզն է։ Պարոն Աթանասյան, ես հենց դրա համար եմ այս այրի տվյալները բերում սոցհարցման եւ նշում, որ մենք այս նոր խորհրդարանը, որ պետք է ունենանք, ինչի է անմխիթար վիճակ, որտեղ նույն խորհրդարանն ենք ունենալու, որտեղ լինելու են միայն քննադատողներ, լուծումներ առաջարկողներ չեն լինելու, եկեք հիշենք 44 օրյայի ժամանակ, հիշում եք խորհրդարանում, որ հավաքվեցին, Նիկոլ Փաշինյանը, որ ասաց, ինչ ենք անում, ցենները դուրս չեկա, որովհետեւ ոչ մեկին պետք չէր դա, իրենց պետք էր մեկ բան, ամբողջ պատասխանատվությունը դնել իշխանության վրա, իրենց վրա ոչ մի պատասխանատվություն չվերցնել, փորը տալ Արցախն էլ մեզ էլ բոլորիս հետ ու վաղը ասել ինքն է մեղավորը։ Հիմա այսպեսի խորհրդարանը ընդհանրապես որպես ինստիտուտ, ինձ, ձեզ, մեզ բոլոր ընտրողներին պետք է, որը ոչ պատասխանատվություն է կրում, ոչ հուշում է, ինչպես դուք ասում եք, ոչ կառուցողական ընդդիմություն է, որը քննադատելու է եւ առաջարկելու է լուծումներ, քաղաքական երկխոսության մեջ է, այդ ամբիոնը չկա, խորհրդարանում ամբիոն չկա, գոյություն չունի։ Ես հիմա ասեմ, որ անկեղծ, ես չեմ կիսում քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարձր տոնայնությունը, որ ահա այսպիսի վարկանիշ է իրենց համար կանխատեսվել։ Ու իհարկե, առարկայական առումով դա կարող ենք ասել, ենթադրել, որ հունիսի 7-ի ընտրություններով քաղաքացիական պայմանագիրը առաջի տեղով անցնել է։ Խորհրդարանում ունենալու է մեծամասնություն։ Բայց այդ մեծամասնության ընդդիմախոսը ով է լինելու, ահա այս հարցում չպետք է հրճվել, որ մենք մեծամասնություն ենք, դուք փոքրամասնություն եք։ Մեզ համար տարբերություն չկա, ես դա եմ տեսել։ Ես համամիջ չեմ, ասում մեր համար տարբերություն չկա, ուզում ալի։ Գիտեք, ժամանակին ասել եմ, որ Հայաստանի Սահմանադրության մեջ խորհրդարանի կայուն մեծամասնության նորմի ամրագրումը ինքնին հակախորհրդարանական է։ Դե ինչ է նշանակում, իշխող ուժը միշտ ձգտում է ունենալ 50+1։ Հակառակ դեպքում կառավարություն չի ձևավորվում, հակառակ դեպքում սկսվում է պետական կառավարման ճգնաժամ, այսինքն պետք է կրկնական քվեարկություն լինի կամ նոր ընտրություններ նշանակը, չգիտեմ։ Իսկ սահմանադրական կարգավորումների խնդիր կա եւ ես հույս ունեմ, որ ասենք նոր սահմանադրության նախագծում դա մշակվելու է։ Երկրորդ ամենակարևորը, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է ընդուներ իրականությունը այնպես, ինչպես որ կա։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է։ Պատերազմի պարտությունից հետո հրաժարական տալ, նշանակել արտահերթ ընտրություններ։ Այդ արտահերթ ընտրություններում շահել մոտ 700 քվե եւ խորհրդարանում ապահովել բարձրարձակ մեծամասնություն, սա ազդակ է ընդդիմությանը, որ այս իշխանության հետ պետք է աշխատել։ Եթե ընդդիմության նպատակը, ընդդիմության խնդիրը Հայաստանի համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է։ Ցավոք մենք եղանք ականատեսը հակառակ գործընթացի։ Հակառակ գործընթացի ընդհանուր գիտեք ես այսօր առիթ եմ ունեցել վերընթերցելու 2023 թվականի սեպտեմբերի 9-ի Արցախի նախագահի տեխնացու Սամվել Շահրամանյանի ելույթ խորհրդարանում։ Ու պատկերացեք ինչով է սկսում այդ ելույթը։ Առաջին նախադասությունը։ Դժբախտաբար Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի իր տասնամյակներ շարունակ իրականացրած դերակատարությունից եւ մեզ թողեց միայնակ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակում մենք փորձենք թեկուզ միջանկյալ լուծումներ գտնել։ Այսինքն սա այն քարոզությունն է, որ 2021 թվականի ընտրություններից հետո
Հայաստանի ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները ներշնչել են եւ այստեղ եւ Արցախի հանրությանը, որ վերջ Հայաստանը այլևս ձեռքերը լվացել է, հազդված եք, կամ պետք է ինչ-որ դիմադրության շարժում կազմակերպվի, կամ չգիտեմ ինչ, կամ հույսներս դնենք ռուսների վրա։ Եվ գիտեք, չէ՞։ Այսպես ուզում եմ հայմատության եզր տեսնել։ Օրերս մամուլը տեղեկացնում է, որ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով ձևավորվել է, չգիտեմ ինչ, նախագահային առընթեր խորհրդակցական մարմին։ Ինչի համար։ Ինչ խորհրդակցական մարմին է ձևավորում։ Նախ այդ խորհրդակցական մարմնի անդամների իգտությունը հայտնի չէ։ Միայն ասում են խորհրդակցական մարմնի նախագահ է ընտրվել, նշանակվել Գյորգի Պետրոսյան։ Գյորգի Պետրոսյանը ժամանակին եղել է ԼՂ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար։ 2021 թվականի սեպտեմբերին Գյորգի Պետրոսյանը նշանակվել է Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն։ Այսօր ինչ խորհրդակցական մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա Արցախի նախագահին կից, եթե նախագահը ինքը լիազորություններ չունի, գործադիր լիազորություններ չունի։ Կարելի է ենթադրել, որ սա նախընտրական քայլ է, որպեսզի այդ խորհրդակցական մարմինը բռնատեղանված արցախցիների շրջապատում, ովքեր քաղաքացիություն ունեն եւ կարող են մասնակցել ընտրություններին, քաղաքական կողմնորոշում ընդունեն։ Պարզ է, թե քաղաքական ինչ կողմնորոշում պետք է ընդունի եւ ինչը մեծացնելու է, ավելի մեծացնելու լարվածությունը բռնատեղանված բնակչության եւ Հայաստանի բնակչության միջև։ Չեք կարող, ասեք, այդ քայլի իմաստը ո՞րն է։ Լավ, ենթադրենք 500 արցախցի կամ 1000 արցախցի քվեարկեց այս կուսակցության օգտին։ Դա ինչ է որոշում։ Առաջին, երկրորդ, ինչու մարդկանց բերել մի այնպիսի իրավիճակի, երբ նա զրկվում է ազատ քվեարկելու իր իրավունքից, այսինքն փորձ արում ինչ-որ ուղղորդել, ինչ-որ դասերի բաժանել։ Դե այդտեղ շատ հարուստ ավանդույթներ կան, չէ՞, տասնամյակների բանաթաներ։ Չգիտեք, հիմա անդիմությունը իշխանության ինչի համար է քննադատում, նաև քննադատում է, որ հայ հանրությունը բաժանել է սևերի ու սպիտակների, արցախցիների եւ հայաստանցիների, չգիտեմ, եկեղեցապաշտների եւ Բայց իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները ինտեգրվեն։ Բայց չէ, հասարակության մեջ։ Այդ քայլը, իհարկե, այդ քայլը, որ ասենք ձեռնարկել է Արցախի նախագահի պաշտոնակատարը, բացահայտորեն արցախցիների թիմ ստեղծելու նպատակ է հետապնդում, ինչը նորից եմ կրկնում, բերելու է բևեռացվածության, միտինգների մասնակցություն, չգիտեմ, երթերի մասնակցություն եւ այլն եւ այլն։ Եվ արցախցիներին ներշնչելու են այն միտքը, որ եթե Հայաստանում եղավ իշխանափոխություն, իրենք վաղը կվերադառնան իրենց տները, չէ՞։ Դա էլ է արվում։ Իհարկե։ Մենք կբանակցենք, ռուսը կգա, կօգնի, կփոխենք, չէ՞։ Պարզ երևում է։ Պարզ հասկացում է, չէ՞, արդեն երևում է, ուրվագծում է։ Այս անցած օրերին, ասենք, Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ ինչ քարոզություն է տարվում։ Պատերազմ, ահա, սկսում է, Սյունիքում արդեն սկսում է, ահա, մի խումբ էլ քարոզում է, որ շուտով Իրանը կոչացնի Բաքու Ջեհան նավթամուղ ու Ադրբեջանի բոլոր հնարավորությունները կընկնեն ռմբակոծության տակ, Ադրբեջանը կկործանվի եւ այլն։ Անտեղյակություն, առաջին ադրբեջանա-իրանական հարաբերություններից անտեղյակությունը, չգիտեք, ինչ է կատարվել։ Ի վերջո շատ անսպասել է մարտի 4-ին Իլհամ Ալիևը այցելում է Բաքվում Իրանի դեսպանատուն, մարտի 5-ին տեղի ունենում այդ միջադեպը։ Ընդհանրապես տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իրանի տրամաբանությունը անհասկանալի է, չէ՞։ Երկրորդ, ենթադրենք Իրանը Ադրբեջանին հարվածեց։ Ենթադրենք, հիպոթետիկ ենթադրենք հարվածեց։ Մենք ինչ կապ ունենք այդտեղ։ Դա ինչ կապ ունի Արցախյան հարցի հետ։ Եթե ժամանակին Իրանը Արցախի դատը չի պաշտպանել, բոլոր հնարավորություններ ուներ եւ 44-օրյա պատերազմի, եւ պատերազմին հաջորդած, եւ 2023 թվականի բլոկադայի պահերին, օրինակ Իրանը կարող էր Ֆիզուլիից
այդ Հուդապերինի կամրջից Ֆիզուլի Ստեփանակերտ ուղղությամբ մարդասիրական միջանց բացել եւ գոնե ասենք առաջին անհրաժեշտության մթերքներ հասցնել Ստեփանակերտ, որը չի արել։ Ի վերջո Իրանի եւ արդեն հանգուցալ հոգեոր առաջնորդը եւ գործող նախագահ Փեզեշքյանը բազմից հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը մուսուլմանական հող է։ Ղարաբաղը մուսուլմանական հող է։ Այսինքն իմաստը որն է ժողովրդին բռնատեղ հանված մարդկանց զգացմունքների վրա խաղալու իմաստը որն է գեներացնել պայթունավտանգ մասսա Եվ կորզել ձայներ։ եւ այդ 10 կամ 15000 հավաքված ցուցարարներին օգտագործել կամ իմպիչմենտ պարտադրելու համար կամ այդ մարդկանց ուղղորդել որ հունիսի 7-ին քվեարկեն չգիտեմ որ ուժի օգտին հիմա Հերթական անգամ օգտագործել այդ մարդը։ այո խնդիրը նա է որ հերթական անգամ հենց այդ նույն ընտրազանգվածը բաժանում է երկու թիմի։ Մի թիմ արցախցիների մի թիմը հիմա Սամվել Կարապետյանի կողքին է, ուժեղ Հայաստանի կողքին է, որքանով հասկացում է Facebook-յան գրառումներից, մյուսը ավանդաբար Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է։ Պարոն Հաթանեսյան, ինձ մեն մնում է հույս ունենալ, որ մեր արցախցի հայրենակիցները ձեր ձայնը իրենց համար լսելի կլինի, ձեզ էլ շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեր հյուրն էր Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին падգամավոր Վահրամ Հաթանեսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։